Ողջույն, սիրելի հայրենակիցներ, սիրելի թալինցիներ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Անկեղծ ասած պատրաստվել էի, բայց այս միջադեպը երբ որ եղավ, խոսքս մի փոքր հարկադրված եմ փոխել։ Մեր տարբերությունները այսօրվա իշխանություններից։ Եթե մեր համակիրները, մեր ընկերները, մեզ պես մտածող մարդիկ, որ մոտենում են և այսօրվա վարչապետին ասում են, որ ես Պապիկյան Հրանտի քույրն եմ, մյուսը մոտենում է, այսինքն ինքն է մոտենում մետրոյում, և նա մեր ընկերոջ աղջիկն է, Արցախի հերոս, այս միջադեպերը, որ այս 2-3 օրը սկսել են հետապնդել, սրանք ես ուզում եմ հիշեցնել, Աբաջյանի Պապիկին հիշում եք, այս սցենարն է, որպեսզի դուք պատկերացնեք խոսքս, որ շարունակեմ, ուզում եմ ասեմ մեր տարբերությունները, այստեղից է սկսվում, որ ով էր Պապիկյան Հրանտը, պիտի շարունակեմ այդպես, Պապիկյան Հրանտը առաջի Արցախյան պատերազմում, Քարվաճառում վիրավորված, այնուհետև շարք վերադարձած, փոխգնդապետի աստիճանի հասած Հադրութի դիվիզիայի բուժ ծառայության պետն էր, երբ որ իր բոլոր մարտական այդ սկորիները, իր ամբողջ բուժակները, բժիշկները գնացել էին, արդեն իր փոխգնդապետ աստիճանով ինքը գնաց, անձամբ գնաց, հասավ մինչև վիրավորին բերելու, իմացեք, չգիտեք, ինքը ուղարկեց իր վարորդին, վիրավորին դրեցին մեքենան, ինքը մնաց ընդեղ էլի գործ ուներ անելու, սա մի քիչ երկար պատմություն է, բայց մնաց ինքը հիմա անհայտ կորածների ցուցակում է, այն դեպքն այն, որ բժշկուհին, որ մոտեցավ, ասեց Պապիկյան Հրանտի քույրն եմ, ահա մեր տարբերությունները, խոսքս ուզում եմ շարունակել, մենք անպայման մեր հերոսներին պետք է արժևորենք, ինչու Հայաստան դաշինք, որովհետև մենք ասում ենք, մեր դպրոցների պատերին պետք է գրված լինի, ոչ թե սրանք, որ գրում են լավ սովորիր, որ լավ ապրես, մենք պետք է գրենք, լավ սովորիր, որ ապրեցնես, լավ սովորիր, որ ուժեղ լինես, ձեռք մեկնես, խեղճին, նեղյալին, որ հայրենիքդ ավելի ուժեղ լինի։ Մենք ասում ենք, որ հերոսը, ոչ թե հերոսը հարկատուն է, հարկատուն երբեք չի կարող հերոս լինել, հարկատուն կարող է պարկեշտ լինել, հարկատուն կարող է լինել կարգապահ, բայց հարկատուն երբեք չի կարող հերոս լինել, հերոսը հերոս է, հերոսների նկարները չպետք է մշակույթի տների պատերից քերվեն, հանվեն և մեր փառքի անկյունները պետք է իրենց արժանի տեղն ունենան, որպեսզի այս սերունդը ճիշտ իմանա հերոսնով է, որ կարողանա հայրենիք պաշտպանել։ Մեր սերունդը և մեր ժողովուրդը պիտի իմանա, պատմությունը դեռևս չի բերել մեկ օրինակ, երբ որևէ մի ժողովուրդ և պետություն ծնկաչոք խաղաղություն է աղերսել և արդյունքում խաղաղություն է ունեցել։ Դրանք հիմա պատմության թատերաբեմից ջնջված են, ովքեր եղել են ծնկաչոք և խաղաղություն են աղերսել։ Հիմա այս իշխանությունները մեզ տանում են այդ ճանապարհով, ծնկած Ալիևից աղերսում են խաղաղություն, չի լինելու այդպիսի խաղաղություն։ Հարյուր 35-ամյա փորձ ունեցող, գործնական իր կյանքով ապացուցած մարդիկ, ճանապարհ անցած մարդիկ հավաքվել են և դաշն են կնքել,
դաշնակցել են միմյանց հետ։ Արցախը 91 թվականին, երբ որ ազատագրական պայքարը սկսվեց, բոլորի համար, շատերի համար Հայաստանից կտրված ընդհանուր սահման չունեցող 7 միլիոնանոց երկրի մեջ փոքրիկ Արցախ 120,000 բնակչությամբ այդ պայքարը ստանձնեց եւ փառքով դուրս եկավ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Առաջինը ձեռք մեկնեց մեր ժողովրդին, կազմակերպված այն ջոկատները, այն հերոս տղեկը, ովքեր ուղղաթիռներով կարողացանք ծնկի բերել Ադրբեջանին։ Այսինքն կապը ուղղաթիռներով ապահովեցինք, կարողացանք ազատագրել եւ ընդհանուր սահման ունենալ։ Սա որևէ կերպ պատկերացնելու չէր, մենք դա կարողացել ենք անել։ Ժողովուրդ, էլի ենք անելու ենք։ Այս հարթակի վրա կանգնած են մարդիկ, ովքեր իրենց կյանքով են ապացուցել, որ իրենք թիմից թիմ առնետավազ կանող չեն, հավատարիմ են իրենց դավանանքին, իրենց խղճին, իրենց մտքին, կամք ունեն պայքարելու եւ ծառայելու, որովհետեւ ամբողջ այս մարդկանց կենսագրությունը սկզբից մինչև վերջ ծառայելու մասին է, նվիրումի մասին է։ Սա այն թիմն է, որը կարող է մեր ժողովրդին դուրս բերել այս ճգնաժամային, ծանր, դեպրեսիվ վիճակից։ Մենք դա կարող ենք անել մեր հերոսական ժողովրդի հետ միասին։ Երբեք չասեք, որ մեր ժողովուրդը լավը չի։ Սա այն ժողովուրդն է, որ 44 օրյա պատերազմին մեր երիտասարդները զինկոմիսարիատների դռների առաջ կանգնած կամավոր ուզում էին գնալ։ Ցույց տվեք աշխարհում այդպես մի տեղ կա։ Մի այլ բան է, որ ապաշնորհները չկարողացան ճիշտ ղեկավարել եւ այդ ներուժը օգտագործել, որպեսզի չունենայինք այսպիսի խայտառակ պարտություն։ Սիրելի հայրենակիցներ, մենք, ես չեմ ուզում շատ անդրադառնալ այս չգոյություն ունեցող մարդկանց, ովքեր արահետ չունեն, կենսագրություն չունեն, ոչնչի մասին են իրանք չկան ընդհանրապես։ Մի սխալվեք, ամբողջ հայ ժողովրդին կանգնած էստեղ ասում եմ, մենք խնդրում ենք ձեր քվեն ծառայեցնելու ձեր համար, որ մեր երեխաները լավ ապրեն, ճիշտ ապրեն, որ ճիշտ դաստիարակվեն, քրիստոնեա վայել մեծանան մեր Հայաստանի Հանրապետությունում։ Մենք դա կարող ենք անել եւ դա անելու ենք ձեր հետ միասին։ Դեպի հաղթանակ։